Ալջան, եթե գնում ես մի բաժակ կոֆե դիր էլի խմում։ Կոֆե չեն տվել, չէ։ Ինձ էլ կոֆե չեն տալիս։ Տենց հենց տունը չեմ, կոֆե դնող չկա, ալարում են։ Ոնց ես, թոքից պախած։ Տեսնում եմ լավ ես, բա լավ կլինես, ընկերույթ եկել է, բա ոնց, Նանա ջան, ես գիտեմ, որ գորը քեզ արգելում է վիկա այդ ընկերություն անես, բայց դու ամուսնուդ չես լսում, բա ոնց, բա ընկերույթ թասիբն է պահում ես, բա ոնց, մի վախեցի, ես գորին բան չեմ ասել, Ռուբոն այդ տղեն չի, քո խաթր չեմ ասի, նանա ջան, մեկ էլ ողորմած հորդ խաթր չեմ ասի, լավ մարդ էր, ողորմի։ Մենք խոսելու բան ունենք, կներեք։ Դուք ինչքան էլ իրար հետ խոսեք, մինչև կյանքի վերջ չի պրծնի, լավ գնացեք։ Ալա, կոֆեն դրիր, թե ես գամ դնեմ։ Չեն սիրում էլի Ռուբոյին, չեն սիրում։ Ինչ ա եղել գոր։ Ինչ որ նորություն կա։ Ձեր աղջիկը ցանկություն հայտնեց բաժանվել ինձնից։ Ինչ։ Նանան ամուսնալուծվել ա ուզում։ Ինչա դուք տեղյակ չէիք։ Չէ։ Նա ձեզ տեղյակ չի պահում իր մտադրությունների մասին։ Գոր, ես տեղյակ չէի։ Ինչ որ հավատս չի գալիս։ Նանան այդքան համարձակություն չեր ունենա։ Առանց ձեր հետ խորհրդակցելու գար էստեղ ու հայտարարություններ անել։ Դու ինձ չես հավատում։ Ես արդեն ոչ մեկի չեմ հավատում։ Ես մտածում էի դուք ինձ լավ եք վերաբերվում։ Գալիս էիք այստեղ օֆիս, ժամերով զրուցում էինք։ Կիսվում էիք ձեր բոլոր գաղտնիքները։ Խնդրեցիք ինձ, որ գտնեմ ձեր ամուսնուն, որին ձեր ներքին զգացողությունը ողջ էր համարում։ Իսկ ես յուրահավատ ես, հավատում էի ձեր զոքանջային սիրուն, հավատում էի ձեր Գոր, հավատում էի ձեր անկեղծությանը, ձեր սրտի ձայնին, ու սկսեցի որոշակի աշխատանքներ տանել, որպեսզի հայտնաբերեմ ձեր ամուսնուն, թեև դուք ինքներդ էլ շատ լավ հասկանում եք, որ եթե իմ տեղը մեկ ուրիշը լիներ, մատը մատին չէր տա, բայց ես արեցի, ու անում եմ, ու այսքանից հետո դուք իմ թիկունքում սովորեցնում եք նանային գործել իմ դեմ։ Գոր, ուզում ես որ երդվեմ։ Կանացի երդմանը հավատում է միայն անփորձ տղամարդը։ Այս դեպքում ես կին չեմ։ Ես մայր եմ ու դու պարտավոր ես հավատալ եւ խոսքիս եւ երդմանս։ Երդումներ չեմ սիրում։ Ալերգիա ունեմ։ Իսկ ինչ ես ուզում անեմ որ հավատաս։ Ես քեզ պարզ ասում եմ, ես տեղյակ չէի։
Ես հենց նոր լսեցի ու իդեպ քեզանից։ Տեղյակ չէիք, հա։ Իսկ եթե տեղյակ լինեիք, ինչ խորհուրդ կտայիք։ Կփորձեի հետ պահել։ Հետ պահել ինչից։ Բաժանման փափակից։ Կփորձեի հասկացնել, որ սխալ է գործում։ Սխալ է գործում ինչում։ Որ ցանկությունը եկել ու հայտնել է, թե հենց ցանկությունը։ Երկուսն էլ։ Երկուսն էլ։ Ասում եք ուրեմն տեղյակ չէի։ Ոչ, տեղյակ չէի։ Իսկ հիմա տեղյակ եք։ Ես ձեզ ասեցի։ Խոսեք ձեր աղջկա հետ։ Խելք բացատրեք նրան։ Ասեք, որ այսուհետ այդպիսի որոշումներ կայացնելուց առաջ խորհրդակցի մեծերի հետ։ Ինձ թվում է ես ճիշտ եմ ասում։ Եվ զգուշացրեք, որ այսուհետ չգա ամուսն ու աշխատավայր աշխատանքային ժամին եւ այդպիսի հայտարարություններ չանի, որովհետեւ դա ազդում է աշխատանքային արդյունավետության վրա։ Ես իմ կողմից հասկացրի, դուք էլ ձեր կողմից հասկացրեք որպես սիրասուն մայր։ Եղավ, ես կխոսեմ նրա հետ։ Դու ոչ հիմա, ոչ էլ ամբողջ կյանքդ, չես ընտելանան, ավելի վատ ա լինելու, անգա։ Մնաք բարով, Հայկ։ Մարլեն, կարող եք չանանք ստանալ, ինգան ամեն ինչ գիտի, ես իրանից ոչինչ չեմ թաքցնում, նա իմ պապան հրեշտակն է։ Փաստորեն նանայի հետ մեկնում եք Կանադա, հա։ Սպասի, մի ոգևորվի, չգնացինք։ Հա բայց ինչի՞ չէ որ։ Գնացեք։ Նանան գորից կազատվի վերջապես։ Դուք էլ միասին սիրով ձեզ համար կապրեք։ Բայց ինչ որ մեկը նանա, քեզ լարում է իմ դեր։ Քեզ սովորեցնում է։ Մայրդ քո ուսուցիչը չի, քեզ ինչ որ ավելի խելացի մեկն է սովորեցնում։ Ո՞վ է դա ասա դուք նանա։